Վերածնված Արցախի բալիկներ համույթը, որը հիմնադրվել է 1989 թվականին Ստեփանակերտում, այսօր հանդես է գալիս նոր պայմաններում, իր անդրանիկ ելույթով։ Այս ամերգը պարզապես երաժշտական ծրագիր չէ, սա վերադարձ է հիշողության եւ արժանապատվության։ Возрожденный ансамбль «Арцахи Баликнер», основанный в 1989 году в Степанакерте, сегодня выходит на сцену в новых условиях со своим первым концертом. Этот вечер не просто музыкальная программа, это возвращение к памяти, корням и достоинству. Սա իհարկե կարևոր իրադարձություն է, որը եւս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ձայնը հնարավոր չէ լռեցնել։ Մեր բալիկների շուրթերով հնչող յուրաքանչյուր երգ այսօր աղոթքի պես է լինելու առ Աստված, առ հայրենիք, առ հիշողություն։ Իսկ երբ բեմ են բարձրանում երեխաները, երգը դառնում է հավատ, հնչյունը դառնում է խոստում, իսկ լռությունը պատասխան։ Это важное событие, которое еще раз подтверждает: голос Арцаха невозможно заглушить. Песни, прозвучавшие сегодня из уст наших юных участников ансамбля, будут подобны молитве. Молитве к Богу, к родине, к памяти. А когда на сцену поднимаются дети, песня становится верой, звук обещанием, а тишина ответом. Սիրելի ներկաններ, մինչ համերգային ծրագրի մեկնարկը սիրով ուզում ենք խոսքը փոխանցել Դիալոգ հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին եւ Արցախի բալիկներ համույթի գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյանին։ Բարի երեկո, հարգելի հանդիսատես։ Հպարտ եմ, որ կանգնած եմ այստեղ այս բեմում։ Եվ իհարկե, այս ամենը հնարավոր չէր իրագործել առանց մի մարդու, ով վստահեց մեզ խոսքս Դիալոգ հասարակական կազմակերպության ղեկավար պարոն Նավոյանի մասին։ Շնորհակալություն ձեզ, պարոն Նավոյան, որ կանգնած եք մեր կողքին։ Վստահում եմ, որ մեր համագործակցությունը մեծ բեմեր եւ մեծ ճանապարհ կբացի մեզ բոլորիս համար։ Թույլ տվեք մի փոքր շնորհակալագիր նվիրել ձեզ։ Տրվում է Դիալոգ հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանին, Արցախի բալիկներ համույթի կողմից հայտնում ենք մեր խորի երախտագիտությունը ձեր ցուցաբերած վստահության, աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, շատ կարճ կփորձեմ 1-2 միտք ձեզ փոխանցել, որպեսզի չուշացնենք մեր տաղանդավոր բալիկների ելույթը։ Մենք որոշեցինք Տիկին Գայանե Հարությունյանի հետ նախապես խոսք ասել, հաշվի առնելով, որ մեծ ճանապարհի սկզբին ենք, եւ սա վերածնված Արցախի բալիկներ համույթի առաջին ելույթն է։ Միշտ երեխաների, բալիկների հանդես գալը ելույթը հուզիչ արարողություն է, իր մեջ մեծ լիցք է պարունակում, բայց ես ինձ թույլ կտամ ասել, որ այսօրվա երեկոն առանց դրանից բացի մի առանձնահատուկ խորհուրդ էլ ունի, որովհետև այսօր բեմ է բարձրանում մի սերունդ, որը 3 չառաջի օրը պայմանականորեն 5, 10, 12 տարի առաջ ծնվել է Արցախի մայր հողում եւ ծնված օրից ներծծված է իր ամբողջ հոգեբանությամբ, մշակույթով, պահվածքով, վարքով, բազմադարյա մեր արցախյան, մեր հայկական մշակույթով, Արցախի կոլորիտով, Արցախի բառուբանով։ Այս իմաստով այս երեկոն իհարկե մեծ առանձնահատկություն ունի։ Եվ ինձ համար այս մեր, ինչպես փաղաքշաբար ասում ենք, արդեն բալիկներ, երբ որ մեր քննարկումների ժամանակ խոսում ենք, այլևս համույթի լրիվ անունը չի ասվում է բալիկներ եւ ամեն ինչ հասկանալի է։ Ինձ համար այս բալիկներից յուրաքանչյուրը մի մեծ պատմական կոդ է, հասկանալու մեր պատմությունը, մեր ներկան եւ նայել դեպի ապագան լուսավոր հայացքով։ Ինչու, որովհետև նրանք երկու առումով կապող օղակի դեր են կատարում։ Նախ, այո, նրանք կամրջող են սերունդների միջև, որպեսզի 1989 թվականին հիմնադրված համույթը շարունակականություն ունենա, եւ երկրորդը, նրանք ամենակարևորը, կապող օղակ են Արցախի ժամանակակից պատմության տարբեր փուլերի։
Նրանք կապող օղակն են Արցախում զարգացած մշակույթի Արցախյան հողի վրա եւ կապող օղակն են այն փուլի, երբ Արցախյան բառուբանը, Արցախյան մեր կոլորիտով ներծծված հայկական մշակույթը այսօր Երևանյան եւ ոչ միայն Երևանյան միջազգային տարբեր բեմերում հնչում է։ Այս առումով նրանցից յուրաքանչյուրը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Եվ այս երեկոյի խորհուրդը Արցախի կանչը շատ խորունկ իմաստ ունի։ Այդ մասին մեզանից յուրաքանչյուրը դա յուրովի է ընկալում եւ մեկնաբանում, կարելի է այդ մասին երկար խոսել, Արցախի կանչը պատմական առումով, քաղաքական առումով, եթե կուզեք աշխարհաքաղաքական առումով, բայց կարծում եմ դա ավելի լավ է իրենց տաղանդով այդ մասին ասեն մեր բալիկները։ Եվ այստեղ նույնպես իրենք ըստ էության մի մեծ առաքելություն ունեն, իրենց վերածնված Արցախի բալիկներ համույթի ելույթը սկսվում է Արցախի կանչը խորագրով։ Եվ առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիկին Հարությունյանին մեր համագործակցության համար, ընդամենը 2 ամիս էլ չկա, որ մենք ծանոթացել ենք եւ սկսել ենք, եւ մեր առաջին իսկ ծանոթության եւ հանդիպման օրը որոշել ենք, այո, միասին առաջ ենք գնում եւ պետք է վերածնված համույթը ժամ առաջ Երևանում սկսի ելույթ ունենալ։ Տիկին Գայանեի առաջին արձագանքը եղել է՝ միթե դա հնարավոր է, միթե ես երազում չեմ գտնվում։ Կարծում եմ Տիկին Հարությունյան ձեր տաղանդի, ձեր գաղափարականության, ձեր նվիրումի շնորհիվ այդ երազը այսօր Երևանյան բեմում իրականություն է դառնում։ Շնորհավորում եմ եւ բարի երթ ենք մաղթում։ Շնորհակալ ենք ձեզ, շնորհակալություն։ Դե ինչ Արցախի կանչը խորագրով համերգային ծրագիրն ընդգրկում է հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ արցախյան ժողովրդական երգեր, որոնք այսօր հնչելու են նոր շնչով, բայց նույն ճշմարտությամբ։ Концертная программа «Зов Арцаха» включает произведения известных композиторов и арцахские народные песни, которые сегодня прозвучат с новым дыханием, сохранив при этом свою подлинную искренность. Բեմում է Արցախի բալիկներ համույթը, գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյան։
Արցախի բալիկներ պետական մանկապետանեկան համույթի ստեղծման գլխավոր նպատակն էր սերմանել երեխաների մեջ հայ ազգային ժողովրդական երգն ու պարը, հնչեցնել եւ ներկայացնել այն թե արցախյան ժողովրդին եւ թե ամբողջ աշխարհին։ Главной целью создания государственного детско-юношеского ансамбля «Арцах и Баликнер» было привить детям любовь к армянской народной песне и танцу, а также донести и представить их как арцахскому народу, так и всему миру. 1989 թվականի Արցախահայության ճակատագրական ժամանակահատվածում իր գործի մեծ նվիրյալ եւ վաստակաշատ Սերգեյ Հարությունյանի ջանքերով ստեղծվեց Արցախի բալիկներ համույթը, որը դարձավ քաջալերող ձայն երկիրը պաշտպանող զինվորի, նրան սպասող մոր եւ խաղաղություն երազող մանուկի համար։ Судьбоносный для арцахских армян период 1989 года, благодаря усилиям заслуженного деятеля Сергея Арутюняна, был создан ансамбль «Арцах и Баликнер», ставший голосом солдата, защищающего родину, ожидающего его матери и ребенка, мечтающим о мире. 1994 թվականին համույթին միացավ հայազգի կոմպոզիտոր Էդուարդ Ղազարյանցը, որի ստեղծագործությունները դարձան համույթի հետագա գործունեության հենասյունը։ В 1994 году к ансамблю присоединился армянский композитор Эдуард Казарянц, чьи произведения стали прочной основой дальнейшей творческой деятельности коллектива.
Համերգային երեկոյին մասնակցում են Սերգեյ Վլադիմիրովիչի ընտանիքը եւ Էդուարդ Ղազարյանցի դուստրը։ Сегодня в этом зале присутствует семья Сергея Владимировича. Давайте поприветствуем бурными аплодисментами. И дочь Эдуарда Казарянца. Спасибо, нам очень приятно. Շնորհակալ ենք։ 1994 թվականին Բելգիայի Ամադեուս ստեղծագործական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց պատանի երաժիշտ կատարողների մրցույթ փառատոն, որտեղ Արցախի բալիկներ համույթը արժանացավ Grand Prix մրցանակի եւ ոսկե մեդալի Էդուարդ Ղազարյանցի Իմ Ղարաբաղ ստեղծագործությամբ։ В 1994 году по инициативе бельгийской творческой организации «Амадеус» в Степанакерте был организован конкурс-фестиваль юных музыкантов-исполнителей, где ансамбль «Арцах и Баликнер» был удостоен гран-при и золотой медали за произведение Эдуарда Казарянца «Мой Карабах». 2008 թվականից համույթի գեղարվեստական ղեկավար նշանակվեց խմբավար Գայանե Հարությունյանը, ով нոր շունչ հաղորդեց ստեղծագործական կյանքին եւ ավելի ընդլայնեց համույթի գործունեությունը։ С 2008 года художественным руководителем ансамбля была назначена хормейстер Гаяне Арутюнян, которая придала творческой жизни коллектива новое звучание и расширила масштабы его работы. 2008 թվականից Արցախի բալիկներ համույթը ակտիվ համերգային գործունեություն ծավալեց Արցախում եւ տարբեր երկրներում, Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ այլուր։ 2009 թվականին համույթը նշեց իր կազմավորման 20-րդ-ամյակը։ Տարիների ընթացքում համույթի բեմով անցել են ճանաչված երգիչներ Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Վարդան Բադալյանը, Պարուր Գրիգորյանը, Տաթևիկ Բալայանը եւ շատ այլ սիրված կատարողներ։ С 2008 года ансамбль «Арцах и Баликнер» активно выступал как в Арцахе, так и за его пределами. В Армении, Российской Федерации, Объединенных Арабских Эмиратах и других странах. С 2009 года ансамбль отметил свое 20-летие. За годы существования через школу ансамбля прошли известные исполнители, такие как Андре, Размик Амьян, Вартан Бадалян, Паруй Григорян, Татевик Балаян и многие-многие другие. 2023 թվականին Արցախի ժամանակավոր կորստից հետո համույթը կազմաքանդվեց։ Սաները սփռվեցին Հայաստանի տարբեր մարզերով, իրենց սրտերում պահելով արցախյան արվեստի հնչյուններն ու մեղեդինները, եւ այսօր այդ ձայնը կրկին հնչում է, այն հավիտյանս կենթանի է։ С 2023 года, после временной утраты Арцаха, ансамбль был расформирован. Его воспитанники разъехались по разным регионам Армении, сохранив в своих сердцах звучание и мелодии арцахского искусства. И сегодня для нас большая радость и честь, что этот голос вновь звучит. Он жив. Եվ Արցախի բալիկներ համույթի կենթանի ձայնը շարունակում է գեղեցիկ ստեղծագործությունները ապահովել ձեզ համար։ Արցախի բալիկներ համույթ, նորից բարձր ծափարությունները մեր տաղանդաշատ պատանիներին։
կարմիր շերումը Կասի մաղջի հուվս ինչու շոր կգյաս Դու իմ սազի երիդամի տուր կգյաս Կասի մաղջի հուվս ինչու շոր կգյաս Դու իմ սազի երիդամի տուր կգյաս Ասին տղա աղջի ու հերկու մարա Ինձ ասում են մանաս դայունց նամարա Ասին տղա աղջի ու հերկու մարա Ինձ ասում են մանաս դայունց նամարա Սազեցի մի կրոտ աչում լավս կաց Տոնում կինամ իմ հղացած տրակած Սազեցի մի կրոտ աչում լավս կաց Տոնում կինամ իմ հղացած տրակած Աշիլյանս իմ սազուսոյ պետիցը Ամաշատն վախım անանց դայունցը Աշիլյանս իմ սազուսոյ պետիցը Ամաշատն վախım անանց դայունցը Ես է դարին նքարը միլած է տանım Կուհարը սալա իրե շտասը չանım Ես է դարին նքարը միլած է տանım Կուհարը սալա իրե շտասը չանım Հոզումս իմ սերտոնը հարստանիս Վախում ում կատանիս ետնամ պուշմանիս Հոզումս իմ սերտոնը հարստանիս Վախում ում կատանիս ետնամ պուշմանիս Իմ հերսարեն ու էր մինը գիտապաս Դրադով հեն ու կարել չստեմ ենաս Իմ հերսարեն ու էր մինը գիտապաս Դրադով հեն ու կարել չստեմ ենաս
Ալաջի, հինչ պար կտյաս Üzün dara Lav, parakama Լավ, ես 14-ը պարկյամ, դուք հրաղան Մերշենին կտնված ունը կերած է ինի Այ աղջի, ինչ էլ ղաշանգայի կտրվածը Դու մին ասե, մերշենին իշխանի տղուն Աղբորը կնկան է կվաղին Էլի մարդու զուղուն Աղբորը կնկան է էմին տղուն Աղբորը հնգերին աղբերնա Այ աղջի
Աչտեղը ճեղած ընդր պեղաչ, ընդր պեղաչ
Այո, սիրելի ներկաներ, այսօր իսկապես մշակութային մեծ իրադարձություն է եւ այն բոլորիս համար պետք է լինի կարևոր ձեռքբերում, որը կայանում է դիալոգ հասարակական կազմակերպության հովանավորությամբ։ Дорогие гости, сегодняшний вечер является по-настоящему значимым культурным событием для всех нас. Это важное достижение, реализованное при поддержке общественной организации «Диалог». Դիալոգը մի կազմակերպություն է, որի գործունեությունը մշտապես ուղղված է հայկական, պատմական եւ մշակութային ժառանգության պահպանմանը, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը։ Արցախի բալիկների եւ դիալոգի համագործակցությունը ոչ թե մեկ նախագծի շրջանակում է, այլ երկարաժամկետ մշակութային գործընկերություն։ Դիալոգ կազմակերպության աջակցությամբ վերածնվել է այսօր գործում են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, Արցախ ջազ նվագախումբը, Արցախի վարարական երգչախումբը։ «Диалог» – это организация, деятельность которой направлена на сохранение армянского историко-культурного наследия, укрепление дружбы между армянским и русским народами, а также развитие партнерских отношений между Арменией и Россией. Сотрудничество ансамбля «Арцахи Баликнер» и организации «Диалог» выходит за рамки одного проекта и является долгосрочным культурным партнерством. При содействии «Диалога» возрождены и действуют Степанакерский драматический театр имени Вахрама Папазяна, джаз-оркестр «Арцах», арцахский хор «Вараракан». Արցախյան մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային գործընկերության զարգացմանը եւ հայ-ռուսական հումանիտար համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերը հիմք դարձան Արցախի բալիկներ համույթի նորովի վերածնման համար, քանի որ դիալոգ հասարակական կազմակերպությունը հուսալի գործընկեր է եւ ժողովուրդների միջև փոխհասկացողության կարևոր կամուրջ։ Развитие международного сотрудничества и укрепление армяно-русских гуманитарных связей стали основой нового возрождения ансамбля «Арцахи Баликнер», поскольку общественная организация «Диалог» является надежным партнером и важным мостом взаимопонимания между народами. Արցախի բալիկներ համույթը եւ դիալոգը շարունակում են իրենց համատեղ ճանապարհը, հավատարիմ մնալով ազգային արմատներին եւ մշակութային արժեքներին, հավատալով, որ իսկական արվեստը երբեք չի լռում։ Ансамбль «Арцахи Баликнер» и организация «Диалог» продолжают свой совместный путь, оставаясь верными национальным корням и культурным ценностям, веря в то, что подлинное искусство никогда не молчит. Արցախի բալիկներ համույթը շարունակում է արցախյան հրաշալի ստեղծագործությունները հնչեցնել բեմից։ Վայելեք։
ծածկված վղետ, մատաղինի, հերուտոն, ամեն քյունջի, ամեն տղի, ներակնկտան, տնեցավ, էդ ղյամա դեկտեմբերից, սրտցորդ օթիտ երանի, մի նոր ծառա թափող ձյունատ, վզիսնի կկյա, էրի, իրիքն է կդ մեն կտաղած, հելպետ մենակ շորատան, ձմկնետ էլ արծատ կեցած, տակ են պսպղեատան, էց շխարք ես ծխան, եղտան, բեխաբար իմ արցախ, մին թերիներ վաղտը ետան, նորից ապրիմ կյանքը սաղ, նորից պարկիմ ձյունիտ մաչին, նորից օթըտ մաքուր զգամ, էնիլեց եկող ձյունիտ մաչին, դետի պարկած է մնամ, Անմահական սու
Հարգելի ներկաններ, այս երեկոն եւս մեկ անգամ ապացուցեց, որ երբ կա հավատ, սեր եւ համերաշխություն, արվեստը միշտ գտնում է իր ճանապարհը։ Շնորհակալություն ենք հայտնում Դիալոգ հասարակական կազմակերպությանը մշակույթի նկատմամբ ցուցաբերած հետևողական աջակցության համար։ Уважаемые гости, сегодняшний вечер еще раз доказал, там, где живут вера, любовь и единство, искусство неизменно находит свой путь. От всей души выражаем благодарность общественной организации «Диалог» за ее последовательную, искреннюю и значимую поддержку культуры. Եվ վերջում հիշեցնենք, որ թատրոնի նախասրահում այս պահին շարունակում է գործել ցուցահանդես վաճառք արցախյան արտադրողների ձեռքի աշխատանքների, որը կազմակերպված է Քիրս նախագծի կողմից Դիալոգ կազմակերպության աջակցությամբ։ И в завершение хотим напомнить, что в фойе театра представлена ярмарка ручных работ арцахских мастеров, организованная проектом КИРС при содействии общественной организации «Диалог». Вы сможете продолжить знакомство с их творчеством и при желании приобрести понравившиеся изделия. Հարգելի ներկաններ, թող այս ձայնը երբեք չլռի, թող այն հնչի խաղաղության, հիշողության եւ հույսի համար, եւ թող երաժշտությունը շարունակի խոսել մեր փոխարեն։ Пусть этот голос никогда не умолкает. Пусть он звучит во имя мира, во имя памяти и надежды. И пусть музыка продолжает говорить вместо нас. Այսքանով մեր համերգային երեկոն ավարտված է։ Բեմում էր Արցախի բալիկներ համույթը, գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյան։
Սիրով ձեզ համար Արցախի բալիկներ համույթ։ Մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ։